9 ամսյա մանուկի հետ երբ որ երեխան ծնվել է եւ 9 ամսական է նա գոյություն ունի նա իսկական է նա իրական է ավելին ասեմ այն տներում որտեղ 9 ամսական երեխա կա այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է ամենակարևոր անդամը եւ այդ ընտանիքի ուրախությունը եւ երջանկությունը գիտեք այսօր ես հանրապետությունում շրջելով մի բան եմ արձանագրում որ մեր երկրում խաղաղության հետ հաստատվել է ուրախություն մեր երկիրը ուրախ է ժողովուրդ ջան մեր երկիրը պատմության մեջ առաջին անգամ ուրախ է եւ այդ ուրախությունը մեզ բերել է 9 ամսական խաղաղությունը 9 ամսական այդ մանկիկը բայց խաղաղությունը 9 ամսյա խաղաղությունը 9 ամսյա մանուկի հետ մի ընդհանրություն ունի եթե նրա նկատմամբ խնամք չտանես, հոգ չտանես, մանուկը չի ապրի։ Սրանում է ամբողջ հարցիությունը եւ ճշմարտությունը։ Եվ այս ճշմարտությունը մենք պետք է առերեսվենք, արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ծափերով, մեր վարորդների ծափերով Ինը ամսա երեխայի նկատման եթե ժողովուրդը տեղ լսվում է իմ ձայնը այդ վերջ այդ կողմում լսվում է իմ ձայնը ով է լսում թող ձեր բարձրացնի այդ հետևը այդից հետո չի լսվում փաստորեն 9 ամսա մանուկի նկատմամբ եթե խնամք չտանենք այդ 9 ամսա մանուկը չի ապրի նույնն է խաղաղությունը Եսա պատճառը, որ մենք անդադ ասում ենք, որ խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, և մենք հույս ունենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր և տեր կկանգնեն խաղաղությանը, գործելով հետևյալ տրամաբանությամբ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Բայց շատ կարևոր է հասկանալ ինչու են քվեարկում 16-ին որովհետև այդ քվեարկությունը ինքնանպատակ չի իսկ քվեարկում ենք որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Տաշիրին, Լորվա մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովուրդ այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրությունն է հրապարակել եւ այդ հերթական ձայնագրությունը, որը վերաբերվում է ուժեղ Հայաստան կուսակցությանը, դե նորություն չկա։ Այն որ փող են բաժանում, բայց այստեղ շատ կարևոր երկու առանձնահատկություն կա, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Այդ առանձնահատկությունն է նա, որ այդ կուսակցության շտաբում խոսում են եւ մարդկանց փող տալու եւ փող վերցնելու գործողությունը համեմատում են զուգահեռ են տանում անառակաբարո գործողությունների հետ։ Եվ քաղաքացում փող տալու գործընթացը համեմատում են պատկերավոր ասած մարմնավաճառի հետ հարաբերությունների մեջ մտնելու հետ։ Սա իրական պատկեր է եւ շատ հաջորդ ամենահատկանշականը այն է, որ այդ մարդիկ իբր մեզնից պաշտպանում են Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, հələ տեսեք իրանց գրասենյակներում Ինչ են խոսում և ինչպես են խոսում Ղարաբաղի մեր ժողովրդի մասին։ Ամենավերջին լկտի և սանձարձակ սեռական բնույթի բառապաշարով։ Քաղաքացիներին իբր ցուցակներ են կազմում և ցուցակներ կազմելու գործընթացը համեմատում են մարմնավաճառի հետ հարաբերություններ մտնելու մեջ դա նկարագրելով, զուգահեռ տանելով անառակաբարո գործողությունների հետ։
Եվ սա ճշմարտությունն է նրանց ընկալման եւ լեզվամտածողության մասին։ Ճշմարտությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին։ Ինչ են ասում նրանք։ Նրանք ասում են, որ փող ենք տվել այդ քաղաքացիների հետ, ինչ ուզենանք կարանք անենք։ Փող ենք տվել քաղաքացիների հետ, ինչ ուզենանք կարանք անենք։ Եվ դա զուգահեռում են սեռական բնույթի գործողությունների հետ։ Այս շատ հատկանշական պահ է, որովհետև ցույց է տալիս նրանց վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, ցույց է տալիս նրանց իրական վերաբերմունքը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ, որ իրանք եւ սա քրեական օլիգարխիայի ամենաբնորոշ հատկանիշն է, մարդկանց վերաբերվել որպես ապրանքի, մարդկանց վերաբերվել որպես առուծախի ենթակա ապրանքի եւ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին մարդը այլևս առուծախի առարկա չէ Հայաստանի Հանրապետությունում մարդը առուծախի առարկա չէ եւ Հայաստանի Հանրապետությունում ես չեմ հավատում որ ժողովրդին կարելի է գնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին հնարավոր չէ գնել բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է այդ վիրավորանքի համար պատասխան տա քրեա օլիգարխիկ ռեժիմին, կալուկացիների, երևանցիների, առինցիների, որտեղից են լինեն կարճ ասած, կապ չունի որտեղից են։ Ցանկացած մեկը կլինեն նրանք, որովհետև այո, այդ շարքերում Երևանից էլ կան, Իջևանից էլ կան, Աբովյանից էլ կան, Վանաձորից, բոլոր տեղերից կան։ Այդ մարդիկ մեր միջից են, բայց այդ մարդիկ մեզնից մեկը չեն, այդ մարդիկ մեր մեջ թաքնվում են, մեզ ծնկի բերելու, մեր հայրենիքը, մեր երկիրը, մեր քաղաքացիությունը ծնկի բերելու համար, բայց ես ասում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ եւ արժանապատիվ քաղաքացին պետք է իր ասելիքը ասի եւ տեր կանգնի իր քաղաքացիությանը, իր իշխանությանը, իր ձայնին։ Հետո նրանք ասում են դե խաղաղությունը արժանապատիվ չի, խաղաղությունը արժանապատիվ չի, փաստորեն արժանապատիվ դենա ես չեմ կարա նույնիսկ անուղակի վերարտադրեմ այդ բառերը, գնացեք արժանապատիվը փաստորեն էտա, որ քաղաքացուն փող են տալիս, ասում են դե փողը տվել ենք, հասկանում եք, դրանք խոսում են մեր մասին, մեր քույրերի մասին, մեր եղբայրների մասին, մեր ընտանիքների մասին, ասում ենք փող ենք տվել, հա լավ ենք արել, փող ենք տվել, ուրեմն ամեն ինչ կարանք անենք, ամեն ինչի տակ նկատի ունենալով ամենավերջի անառակաբարո գործողությունները եւ Հայաստանի ժողովուրդը այս տակներին պետքա ձայն տա համարելով, որ նրանք իրենց բռնավաճառի տեղ են դնում եւ ժողովուրդը պիտի գնա այս խոսույթի հետևից, ես չեմ կարող դրան հավատալ։ Եվ ինչով է տարբերվում մեր խոսույթը նրանց խոսույթից, մեր գաղափարը նրանց գաղափարից։ Մենք այսօր եկել ենք, ասում ենք մի բան, Ժորժ ջան, մենք ձեզ հետ կիսում ենք գաղափարներ։ Դուք գիտեք մեր բոլոր առավելությունները եւ մեր բոլոր թերությունները։ Դուք գիտեք մենք ինչ ենք խոսում, ինչ ենք ասում, նույնիսկ գիտեք ինչ ենք ուտում, ինչ ենք հագնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ ենք վաստակում, որտեղից ենք վաստակում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք ձեզ ասում ենք մի բան, ժողովուրդ, մենք ձեզ կարանք հորդորենք, կոչ անենք, խնդրենք, բայց որոշողը դուք եք։ Եվ ինչ որ դուք որոշեք, ինչ էլ որ դուք որոշեք, մենք ձեր որոշմանը հնազանդ ենթակա ենք, որովհետեւ դուք մեր տերն եք, դուք մեր տերն եք։ Այո։ Դուք մեր տերն եք։ Դուք մեր գործատուն եք, դուք մեր գործատուն եք, մենք ձեր աշխատողներն ենք, կհամարեք, որ մենք լավ ենք աշխատում, մենք կշարունակենք աշխատել, որ պահին Հայաստանի ժողովուրդը որոշի, որ ես եւ մեր կառավարությունը պետք է հեռանա, մենք կհեռանանք, դա ձեր, բացառապես ձեր, միայն ու միայն ձեր որոշելիքն է։ Բայց մենք շատ կարևոր ենք համարում
որովհետև 8 տարի մենք առաջնորդում ենք երկիրը եւ մեր կարծիքով ակնհայտ է, որ մենք ինչա տեղի ունեցել երկրում ժողովուրդ, ինչա տեղի ունեցել երկրի հետ։ Շատ կարևոր բան է տեղի ունեցել 8 տարվա ընթացքում երկրի հետ։ Եվ մենք անցել ենք շատ իրար հետ դժվարությունների, բարդությունների, ողբերգությունների, դժոխքի միջով, բայց այդ ամենի արդյունքում տեղի ունեցել մի շատ կարևոր բան։ Հայաստանի Հանրապետությունը ծայրամասից վերածվել կենտրոնի։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքն է փոխվել, ժողովուրդ։ Եվ մենք գտնվում ենք արդեն իսկ դե յուրե մենք դարձել ենք խաղաղության խաչմերուկ, Հայաստանի Հանրապետությունը դարձել է խաղաղության խաչմերուկ եւ մենք պետք է իրար շնորհավորենք, մենք պետք է առերեսվենք այս երջանկությանը, մենք ունենք պետություն, մենք ունենք խաղաղություն, մենք ունենք ապագա, որ այստեղ այսօր հիմա է, վաղը չի այդ ապագան, պետք չի երազել այդ ապագայի մասին, որովհետև այսօր ապագան այստեղ է եւ հիմա է եւ ձեր ձեռքերում է, տեսեք եւ նկատեք, Հայաստանում կառուցվում են հարյուրավոր դպրոցներ, հարյուրավոր մանկապարտեզներ, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ, Հայաստանում այսօր իր պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, այսօր 65+ տարիքի թոշակառուները հարյուրներով, հազարներով վիրահատվում են եւ բժշկական ծառայություններ են ստանում, որոնք արժեն 4 միլիոն, 3 միլիոն, 2 միլիոն, այնպիսի գումարներ, որ ուրիշ պայմաններում այդ մարդիկ չէին կարող իրենց թույլ տալ գնալ հիվանդանոց։ Մենք ձեզ 2018 թվականին խոստացանք, ասացինք, որ Հայաստանի քաղաքացին չի մնալու հիվանդանոցի դռներին եւ Հայաստանի քաղաքացին չի մնում հիվանդանոցի դռներին։ Այս ամեն ինչը շատ կարևոր է, բայց ինչպես ասացի, առաջիկա ընտրություններում պատմական հարցի պատասխան է տրվելու։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը ուզում է լինել աշխարհի ծայրամաս, թե Հայաստանի Հանրապետությունը ուզում է լինել աշխարհի կենտրոնում, աշխարհի մաս եւ ընդ որում դա է կարևոր։ Մենք չենք կարող ժողովուրդ ուզենք, որ մենք լինենք աշխարհի կենտրոն, իսկ մեր հարևանները լինեն աշխարհի ծայրամաս, դեն չի լինում։ Այսինքն, տենց հնարավորություն չկա, Տաշիրի ամենակենտրոնական տեղը որտեղ է։ Չէ, որ փողոցն է կոչվում։ Հա? Ասենք Երևանյան 4-ը, լավ հասցեա, չէ, Երևանյան 16-ը, լավ, Երևանյան 16-ը։ Երևանյան 16-ը, եթե ենթադրենք Տաշիրի ամենակենտրոնական տեղն է։ Դուք չեք կարա, դուք ուզենաք, դուք ապրեք Երևանյան 16-ում, իսկ ձեր հարևանը ապրի, ասենք Երևանյան 86-ում։ Որովհետև եթե ձեր հարևանը չապրի ամենակենտրոնում, դուք չեք կարող ապրեք ամենակենտրոնում, հասկանում եք։ Այս է ամբողջ սրընթիրը, որովհետև երբ որ մենք ասում ենք մենք Հայաստանը դարձել ենք աշխարհի կենտրոն, նաև տարածաշրջանն է մեր մասնակցությամբ դառնում աշխարհի կենտրոն։ Ու սա շատ կարևոր է։ Մենք այն անեկդոտից էլ պետք է դուրս գանք, որ ասում է դարդերս քիչեր հարևանս է զրովեց աշխարհը։ Մենք պետք է դուրս գանք այդ տրամաբանությունից, եւ մենք դուրս ենք գալիս այդ տրամաբանությունից։ Եվ ես նկատի ունեմ, որ հիմա դարակազմիկ մի պատմական ժամանակաշրջանում ենք, ժողովուրդ։ Ընդ որում, այս պատմությունը սկսվել է, այս նոր պատմությունը սկսվել է 2024 թվականի գարնանից, երբ որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել գնալու խաղաղության հետևից եւ բացառելու պատերազմը։ Բայց ինչպես կշարունակվի եւ ինչով կավարտվի այս պատմությունը, գիտեք ինչից է կախված։
կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 այլով կա այդ մեկ մարդկանցի, այլով կա, ուզում եմ տեսնեմ այդ մեկ մարդկան ձեռքերը, եւ այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ եւ արժանապատիվ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եւ ուրեմն 2026 թվականի հունիսի 7-ին ձեզ կոչ եմ անում գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Բայց շատ կարևոր է հասկանալ թե ինչ ենք քվեարկում 16-ին որովհետև քվեարկությունը ինքնանպատակ չէ իսկ քվեարկում ենք որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Տաշիրին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ բոլորիդ, շնորհակալ եմ։ Let's go take a gas. Դա արևի համար չեք մտնում, հեսա դուրս է գալի բարավարչական, սպասեք արևի, ներսում ոչություն չեք արավ, ես նկարդի դուրս է գալիս, դե հետ կանգ Ռոջան, դե կանգ եք, հետ եք, նա վեկիրատուսա հետ
Եթե ժողովուրդ բան չեք առնում, իզուր մտնվեք։ Վերքերում մտնում եք։ Ժողովուրդ այս միջանցքը բացել ստեմի կանգնել։ Առաջ կանգնեք այդ առաջ այդտեղ կանգնեք Լեոն մոտիկ է, Լեոնարդ, սպասեք, Լեոնարդ։ Գալիս ասենց, գալիս։ Մի հրեք իրար, մի հրեք ժողով։ Մի հրեք իրար։ Էսա հանգիստ, բոլորիդ կտամ, հանգիստ։ Կարելի է, բայց չեն կարող։ Բարոն Փաշինյան։ Նույն դուխով շարունակից։ Եղավ եղբայր, եղավ։ Չեն կարա, Ժոր ջան, այս պայմանների չի։ Դժվար կլինի, եղբայր, շատ դժվար կլինի նկարվել։ Բոլորիս, խնդրում եմ չհրեք։ Խնդրում եմ հանգիստ։ Աշինյան ջան, Վարդապետ ջան, շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Մեկ հատ է, քոքով եք։ 4 հատ է եկել բալ բաժիա։ Մի քանի հատ իշխան։ 3 հատ էլ տվեք։ Ապրեսանտել է ստորակ։ Մի հատ է տվեք։ Շնորհակալ եմ։ Քարտես։ Քանի հատ եք էլի կոլեկտիվիս համար։ 2 հատ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Երեխան նկարվի ձեզ հետ։ Չենք հասցնի, չենք կարողանա նկարվել։
Այ, խնդրեմ։ Խնդրեմ, էլի տվեք քարտեզ տվեք։ Քարտեզ։ 2 հատ։ Մի հատ էլի Համայ։ Հա, համայ։ Հիսուս քեզ, բարի։ Շնորհակալ։ Աստված քեզ քեզանով է ուրախանում եմ ջան։ Շնորհակալ եմ, վերցրու քարտեզ։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Քարտեզ։ Երեխեք ջան։ Ես եմ։ Չենք հասցնի, շատ բարդ է նկարվել։ Էլի քարտեզ։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ եմ։ Կարելի է բառը մտնել, կարելի է մի քագուրի համար ընտանիքի գլխավոր մարդու ընտանեն նստություն։ Ում են նստացել։ Իբրև պարետի հայու է, ծուտ խապը կալմակել։ Արիկ ջան, դատարանը կորոշի, ես բան չեմ կարա։ Երեխեք ջան, վերցրեք։ Վերցրեք։ Տղիստան, ապրել, ցավը տան, աստված քեզանով։ Բարև ձեզ։ Տեսնի լավ զուկա։ Թորնիկից է մի հատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ, պարոն Փաշին, շնորհակալություն, որ սովորեցիք այդ պաշտոնյաներին, որ իրանք են ծառան, ոչ թե մենք իրանք ծառան։ Մենք աշխատել գյուղի... Դեռ չենք սովորել այդքան, սովորում ենք, եղբայր։ Դեռ հլը շատ պտի սովորենք։ Երկու հատ։ Ժորժան, այդքան չկա, որ իրեք երկու հատ։ Հենա ունես, ինչի տապետ։ Շտաբի տեղը գիտենք մեր։ Արգելի Փաշինյան, ուզում ենք Երեխեք ջան քարտեզ։ Լավ եք։ Барон Пашинян, здравствуйте. Здравствуйте. Я хочу сказать, вы история нашей Армении. Спасибо Мы большое. будем до конца на выборах стоять. Спасибо. Барон Пашинян, до конца будем стоять, у вас 100% шансов. Никола Чапет был и будет. Спасибо, Барон спасибо. Пашинян, Աջա։ вы, барон Пашинян, был и будет. Էլի տուր։ Հա, չենք հասցնի։ Երեխեք։ Արգելի վարչապետ, ուզում ենք մենք նկարեինք Ժորժա, երեխուն զգուշ երեխուն։ Եկեք զոհապով ենք Ահա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Բարև ձեզ Ժորժ ջան, բարև ձեզ։ Եղավ։ Իվը մոռացել է։ Քարտեզ։ Բարև ձեզ Ժորժ ջան, բարև ձեզ։ Հաջողություն ձեզ։ Քարտեզ եղբայր, քարտեզ, շնորհակալ եմ։ Լավ է, եկելի տվեք քարտեզ։ Եղբայր, որ կանգնեցի նկարվելու երկար եմ կանգնելու, այդքան ժամանակ չունենք, կներեք հետո, ուրիշ առիթ է։ Որտեղ աբա։
Բարև ձեզ Ժորժ։ Բարև ձեզ։ Եկեք երեխեք քարտեզ։ Նկարվել չեք, որ կանգնեցի կկանգնեմ։ Քարտեզ, եկեք քարտեզ վերցրեք։ Թողա,ար եղբայր, սկուշ։ Ավտոբուսները մոտենում են։ Բարև ձեզ։ Լավ եք։ Հաճույք։ Ով չունի, պահ, ես ինձ ռոյալով բանով բարև։ Քարտեզ։ Ունեք քարտեզ։ Դուք ունեք եղբայր։ Պարոն վարչապետ, 3 հատ տվեք էլի։ 3 հատ։ Ապրեք շատ։ Բարև։ Ես ինչ լավ տեղ է։ Չէ, դե պետք է շարժվենք արդեն ժողովուրդ ջան, ժամանակ է խնդիրը։ Չէ, դե այսքան ժողովրդին էլ ինչ սուրճ, բարև ձեզ։ Լավ եք։ Մոտենան ավտոբուսները ու գնանք։ Ուրա պատրաստ է արդեն։ Այո, 2 րոպեից։ Միջև նստեք պատրաստ։ Լավ չէ, նստելու բան չկա, սենց ոտի վրա կխմենք։ Հա, դե նկարվենք, որտեղ են։ Ահա։ Ան։ Հա, լավ։ Ես էլ ավետից օգտվում։ Ժամը ոնց հա։ Չէ, նկատի ունեմ գրաֆիկը։ Հա։ Չէ, բայց գրաֆիկից հետ ենք առաջ նորմալ ենք։ Նկարեք։ Նկարվեց բարձան, ինչ խնդիր։ Առանչակարի է, չէ սուրճը։ Հա, լավ է։
Դե նստել էստեղ կնստեմ, ինչ առանձին տեղ դրել էստեղ, իրար հետ կնստեմ։ Սուրճից իհարկե չեմ հրաժար, նստեք։ Թողան, եթե չկամ լավ չկան կամերանից տակ չա այդ նավեն։ Փաստորեն ոչ միայն սուրճ։ Այս տաշիրի խնձորա, բայց, վահ, սուրճ ենք պայմանավորը։ Յա գիլասն էլ հասել է պասում։ Ով կմտածեր, որ այս տարվա առաջին գիլասի հնարավորություն տաշիրում առնեմ։ Տաշիրում միրգ հաճումա, տանց խնձոր մաքսիմում։ Բայց չէ, ապես սկսվել է, այն մնացածն էլ է։ Հաջորդ իսկական սուրճը բերեք էլի։ Սուրճը կեպի։ Մենք սպաղեցնում ենք։ Սպաղեցնում ենք, որ շատ գնացել։ Խապեցին է, ասցինել կրոպետ սուրճը։ Դա որ եմ ես տարվա գիլասին ու բարը անում ենք բանում, տաշիրում։ Ամենասպասելի կոմբինացիան է, էլի։ Առաջին գիլասը տաշիրում։ Ձեզ օգնեմ։ Նստեք։ Համեցեք, նստեք։ Ասում եմ ով կմտածեր, որ այս տարվա առաջի գիլասը տաշիրում ենք ուտելու։ Չիրեշնյա չէ, ցածր։ Մերսի։ Լավ քախ չէ։ Դե գիլասը, Հայաստանի գիլասը։ Սուրճ։ Այս սենց եք անում, որ քարոզարշավի ընթացքում Խուդաչյանը պետք է ասի ու մարզպետուր են։ Մատ Խուդաչյանին հարցրեք էլի ուշանում են, թե չեմ։ Դե եմի ես մեղավոր չեմ, ժողովուրդ, ինձ դավադրաբար չաղացնում են, ես գայթակղությանը չեմ դիմանում։ Նա դրա մարեք մեզ տեղ պատանդ եք վերցրել, որ միջև քարտեզ չտակ չեք բաց թողելի, չէ։ Պրյամը տեսել է ուզում է։ Ներողություն, կարող եմ ձեզ մի բան ասել, մանակ կարող եք տալ, հա։ Հա, Ջոն ջան, որ ինձ ասեն Գաղտնի բաներ եք խոսում։ Հա, չէ։ Միրզանից հետո արդեն։ Գաղտնի չի, բայց հրապարակային չի։ Դա ես ամես։ Չիլի։ Արեք կամ մի քիչ ուշ։ Ախպերը խաչել sense ասած կտել։ Հա։
Ծիսակ տեղ կամ ես։ Չէ, սպասում տնան մյուս ախորը կարող Մեկ են։ բարգան, պար բարգան, ռոկի միացրեք քարտոզել, ասալ դր, սա, Ուկը, Բայց այդ հեսա հենց հիմա փոխանցեցի։ եղավ արդեն։ Սիսակ ջան բերապսի։ սիրո։ Ով է պատգամավորներին սենց ուշադիր ոնցել ես հələ ասա, էլի։ Էլում տամ պատգամավորներից տորտ։ Մենակ պատգամավորները տորտ։ Կաշառում։ Անի ջան, Ուրիշները ընտրողին է կաշին, պատգամավորին։ Այսօրվա ձայնագրությունը ստեղին վերաբերյալ է, էլի։ Կաշիրը տեսա ուղղակի տեսանյութում։ Ահա, սուշն է կապել։ Սուշն եկա։ Խուդացյանին հարցրինք ժամի մասին, Լևոն ժամի 15-ից 20-ը։ Արայք, կարող ես մեզ մեկիս մենք։ Այդ շատ լավ։ Չէ, ես էլ երևի ես կերա ես էլ շատ լավ։ Այ մինի ես միսի սետ։ Արի։ Սա կապսետ։ Հա, կոֆե խմում եմ։ Հա, կոմի արի։ Որն է ասում ես էլի։ Այս շատ լավ։ Նա ինչ ես ասում։ Հա, կարեմ սա։ Լավ, պարոցը պարոց։ լավ, շատ լավ։ Իդեպ լրագրողներից մեկը պատմում էր, որ միջև մեր գալը այստեղ հարցումներ է արել, ասում է զարմացա դից դիմադի լայքնջեց լրագրողը, ասում է զարմացա որ բանը այստեղ տենց արդյունք կարող լինել, մի 3-4 հոգի ասելա չեմ ասում եմ ընտրում, ասում ու գերակշիռ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյան, ՔՊ, Նիկոլ Փաշինյան, ՔՊ։ Ասում եմ սպասում ենք, որ այստեղ տենց չէ։ Ես քեզ ասեմ այդ դիմադի լրագրողներն են կպել։ Դա բաղուց ասված է, աքսիոմա է։ Բեռնատարով մեկը եկել է հակառակորդի պաստարի դեմը կանգնել, փակ է պաստարով, ասում մեկ շոկով փող են բաժանում, ասելու բան չունի։ Հա, բեռնատարի դիմաց կանգնում է։ Բեռնատարը եկի, ասում է Կուրթանում նոր, հակառակորդի պաստարի դեմը կանգնել, այդ պաստարի տեսանելիությունը փակվել է, ինչ կասեք այդ կապակցությամբ։ Բայց ժողովրդավարությունը փող են բաժանում, դու ասելու բան չունի։ Ժողովրդավարությունը ինչ աստիճան է, չէ՞, հասցրել։ Նախընտրական խնդրեմ Իսկ դուրս գանք պայքարից դրան։ Քարոզարշավ էի անում այստեղ։ Ուրեմն վատ է կարել որ նորից այդ քարոզարշավ անում այստեղ։ Ներկայացում մի արեք քարոզարշավ։ Կընտրեն ընդդիմադիրներից։ Իրանք չեն անում, էլի։ Իրանք քարոզարշավ չեն անում։ Իդեպ շատերը անգամ ծրագիր չեն ներկայացրել։ Ես երեք իմացա, շատ ուժեր, 19 ընկերի մեծ մասը ծրագիր չի ներկայացրել։ Ու ԿՀԿ այդում չի դեր։ Կան ուժեր։ Երեք եմ իմացել, ես էլ զարմացա։ Ստեղ մեր մոտ են քարոզարշավ, գալիս են ամեն այստեղ երաժշտությունը միացնեմ, գնեմ հետ գալու գնում տներով։ Իրանք։ Աստեղ։ Հաջորդ կայարանը Սվերդլով։ Կասարտակ։ Իսկ այդ տառն է ինչի է։ Դե շատ կան տենց համայնքներ։ Հալավերդիում 2 հատ։ Այդ ծանոթներին մեծ բաժակով եք տալիս, հա՞ սուրճ։ Տեղացիներին։ Չէ։ Ես եթե դեմ չեք 29 գյուղում արել չէ, էլի, երևի հանդիպումը տեղափոխել 29։ Ոնց ասել, բան ասպետ։ Դեմ չեմ, դուք տեղը ավելի լավ գիտեք։ Տեղի ներկայությունները ավելի լավ գիտեք։ 21-ին արարությունը
Ես մտածում եմ քայլեն քաղաքով, բայց նոր է քայլը, դրա համար ասում ավելի լավ քայլելու տեղը բնակավայր նոր Մենք միշտ եթերում ենք։ Reality show-ը։ Բայց խիպը դե չլնեմ եթերում։ Ինչ ունեմ եթերում չլնեմ։ Որովհետև այստեղ ուրիշ բան է պարզվում է, լսեք, այս շատ կարևոր ֆենոմեն է, որ կամ նախորդ իշխանությունը իրանք հաց չեն ուտում, իրանք ջուր չեն խմում, իրանք թեյ չեն խմում, իրանք խանում են, ոչ ծիծաղում են, ոչ լացում են, ոչ ոչի բան, իրանք բանն են։ Սկզբի հատվածը միկրոֆոնը անջատվել էր, կարող ասեք ու նկատես, բայց հետո իրանք հաշ չեն ուտում, կարող չէ։ Ամենակարևոր պահերի միշտ միկրոֆոն անջատում են։ Հետո ինձ գրում են, ասում են, այդ ինչ էր ասում, ասում եմ, չհասկացա, այս մարդիկ ուղ եթերից ինչ են, հետո բացում եմ, տերում եմ, սենց է։ Մեծաբանում երբևէ ՀՀ ղեկավար այցելել է։ Ես այցելել եմ։ Բայց դե հիմա մեր դարտից դարձել են բլոգեր։ Ընդհանրապես ես մի անգամ դրան անդրադարձել եմ։ Մենք մի ժամանակ քննարկում էինք եւ 20-21 թվականի այդ շրջաններն են եւ մեզ թվում էր թե մենք մեծ սխալ ենք գործել, ես հիշում եմ այդ քննարկումները, որ իշխանության այդ բառն ենք օգտագործում սակրալությունից զրկել ենք, որ բայց իրականում չէ, դա բան չի։ Այդ է ասում, որ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում շատ երկրներ կան, որտեղ ու պարզ է խոսքը բառացի մասին չի, որտեղ ղեկավարները ոչ ուտում են, ոչ խմում են, կամ ասենք ենթադրենք ոչ ուտում են, ոչ խմում են, ոչ տխրում են, ոչ ուրախանում են, ոչ լացում են, ոչ ծիծաղում են, ոչ ջղայնանում են, ոչի բան չեն անում։ Իրանք ասենք մի հատ քյարփինջի կոթողի նման միտեղ գցած են եւ իրանք կայացնում են, իրանք ճշմարտության աղբյուր են։ Բայց մեր իշխանությունը սովորական մարդկային իշխանությունն է, որին հատուկ է մարդկային բացարձակապես բոլոր հատկանիշները։ Եվ դրա համար էլ մարդը մեզ համարում է իր իշխանությունը եւ նույնիսկ եթե չհամարի, այսինքն դա փաստ է, համարելու բան չկա։ Քոչարյանը ամիսներով որևէ միջոցառման, որևէ տեղ չէր հիշում։ Սերժն է։ Նա քայլուրով է։ Չէ, նույնիսկ դրանով չէինք որևէ միջոցառման չէր մասնակցում։ Բայց դնար որն է մասնակցել։ Հաճելի չէր մարդկանց այդ կան։ Այո, վերջերս Մարդը բացայտ ասաց, որ ինձ գիտեք ինձ հաճելի է։ Դե այդ լավատեսական նոտայի վրա եկեք գնանք շարունակենք մարդկանց հետ շփվել։ Ստենդափերը դրասում Հայաստանում ավելի հեշտ է վարչապետի վարքորանը, կամ տաքսիստի ոտը տաքսիստը կգտնի ասում ասում։ Ասմա տաքսիստը ինչ կանի։ Որտեղ տաքսիստը կգտնի տեղը թիմանա կգտնի քեզ մի բանկանի, բայց վարչապետը չէ, դա ավելի հեշտ է վարչապետի վրա հոմոներ անենք։ Քարտեզ տվեք։ Ժողովուրդ, մենք ներսը դավադրաբար սուրճ էինք խմում, ձեզնից թաքուն։ Ես եմ շնա։ Քարտեզով չունի։ Երեխեք մի հատ էլի։ Ով չունի քարտեզ։
Ողջույն։ Ժողովուրդ ջան, նկարվելը շատ ժամանակ է խլում, ահա որ շատ քեզ տվել եմ քարտը։ Պարոն Փաշինյան, մի հատ նկարվենք, էլի, ինչ։ Եթե կարաս իմ քայլելու ընթացքում նկարվես, նկարվի, եղբայր, ես։ Չէ, սիրելիս ժամանակ չկա նկարվելու։ Իհարկե հասնում, ոնց կարա չհասնում։ Պարոն Փաշինյան ջան, ուզում եմ, հետդ մի հատ լավ սիրում նկարվենք։ Քարտս։ Շնորհակալ եմ շատ, եղբայր ջան, շնորհակալ եմ, ես մեկը մագնիս չունեմ։ Կներեք, ժամանակ։ Ողջույն եմ ձեզ։ Ժողովուրդ ջան, որ կանգնեցի նկարվելու, ժամերով ստեղ կանգնելու եմ։ Միջավայրից է կախված, միջավայրից է։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Քարտես։ Նկարվենք չի ստացվի։ Շնորհակալ եմ, մայրիկ ջան, շնորհակալ։ Դուք էլի իմ ամենասիրելին եք, գնացինք։ Այդ տեսակ ժողովուրդը ստե հավաքված, իսկ մենք ներսում սուրճ ենք խմում, անամոթաբար։ Սիրում եմ բոլորիդ։